Պարոն Եղոյան, երբ հայտարարեց Բաքուն, որ համաձայնությունը տեղի է ունեցել, պայմանագրի նախագիծը ամբողջությամբ համաձայնեցված է, անմիջապես էլ երկու նախապայմանից խոսեց՝ սահմանադրություն փոխել, Հայաստանի սահմանադրության փոփոխություն եւ Մինսկի խմբի լուծարում։ Եվ հիմա անընդհատ ի պատասխան Հայաստանի հայտարարությունների, պարոն Եղոյան, որ օր առաջ ասեք տեղ եւ վայր, Բաքուն հայտարարում է, որ մինչեւ նախապայմանները Հայաստանը չկատարի, օր առաջ սահմանադրություն չփոխի եւ Մինսկի խմբի լուծարման գործընթացով չգնա, պայմանագրի ստորագրում չի լինի։ Ես այս նախապայմանները նկատի ունեին, որ անմիջապես հետո Բաքուն, այո, որովհետև անմիջապես հետո Բաքուն դրա մասին խոսեց, որ դա է պայմանը ստորագրման, հա։ Եթե իմ հարցը հետեւյալն էր վերաբերում, եթե Բաքուն շարունակում է չարձագանքել Հայաստանից պայմանագիրը օր առաջ ստորագրելու առաջարկին, հա, Հայաստանը ինչ է անում, ձեր պլան B-ն, այսպես ասած, որն է, դուք պատրաստ եք այդ նախապայմանների շուրջ նստել բանակցությունների։ Տեսեք, Տիկին Բեդևյան, այստեղ էլի շատ կարևոր է ձևակերպումը։ Դիցուք օրինակ Մինսկի խմբի մասին, եթե մենք խոսում ենք, դուք դա ձևակերպում եք այնպես, ինչպես իրենք են ձևակերպում։ Դուք այնպես ինչպես հարցը կա, բովանդակային առումով Մինսկի խումբը ստեղծվել է շատ կոնկրետ ժամանակահատվածում, շատ կոնկրետ հարց հասցեագրելու համար։ Մինսկի խմբի մասին մենք էլ ենք նախկինում խոսել, մինչև իրենց խոսելը։ Այսինքն, եթե մենք կնքում ենք խաղաղության պայմանագիր, որը լուծում է այն հարցերը, որոնք մեր միջև կային, եւ եթե առկա այլևս որևէ կոնֆլիկտ ըստ խաղաղության պայմանագրի մեր մեջ չի մնում, բնականաբար նաեւ Մինսկի խմբի հարցն էլ շատ օրակարգային է դառնում, բայց այստեղ Մինսկի խմբի հարցը միայն Հայաստանից չի կախված։ Դա մի ընթացակարգ է, որը ունի իր նրբությունները, բայց դա վարչապետն էլ ասել է, որ դա քննարկման առարկա է, այսինքն այդտեղ Մինսկի խմբի հարցում տաբուներ չկան, հարցն այն է, թե երբ, ոնց, ինչպես, սրա մեջ է հարցը։ Սահմանադրության հետ կապված վարչապետը այդ մասին էլ երեք առաջին օրը խոսեց ազգային ժողովում, եւ դա մի հարց է, որը մենք ընդհանրապես ինքներս մեզ պիտի տանք, էլի անկախ նրանից, ես կրկնում եմ, ես այն օրը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում էլ սա ասեցի, որ մենք հարցերը չպետք է դիտարկենք Ադրբեջանի պահանջների կոնտեքստում, մենք հարցը պետք է դիտարկենք ինքն իր մեջ, այսինքն եթե դիցուք մենք քննարկում ենք, պիտի այս քայլը անենք, թե չպիտի անենք, չպիտի նայենք, թե Ադրբեջանը, այսինքն ոչ առաջին հերթին պիտի նայենք, թե Ադրբեջանը ինչ դիրքորոշում ունի դրա վերաբերյալ, մենք պիտի նայենք այդ հարցը մեզ ինչպես է ձեռնտու լուծել, անկախ Ադրբեջանի դիրքորոշումից, նորից եմ ասում, ես օրինակ բերեցի բանի, հիմա էլի կասեմ, մի անգամ էլ ասեմ, Սևանա լճի մակարդակ, ես ինքս եմ մտածել, հա, պատկերացրեք դիցուք վաղը ասի, ես պահանջում եմ, որ Հայաստանը բան անի, Սևանա լճի մակարդակը բարձրացնի, որ Արաքս գետում ջրերը շատանան եւ իրենք ասեն, որ իրենք իրենց դաշտերը ջրեն։ Մենք ինչ պետքա գնանք, ասենք, չէ, մենք հիմա Սևանի ջրի մակարդակը իջացնում ենք ձերին ադու։ Իհարկե, դες բան չենք ասելու, չէ։ Այսինքն մենք հարցը պետքա դիտարկենք ինքն իր մեջ, մեզ ինչա պետք։ Ոչ թե այն կոնտեքստում, թե իրանց ինչա պետք եւ մենք ինչպես ենք վերաբերվում իրենց ասածին, այլ ինչպես ենք վերաբերվում մեզ վերաբերող այս կամ այն հարցին եւ սահմանադրությունը ընդհանրապես սահմանադրական բարեփոխումների մասին ես ուզեմ հիշեցնել վարչապետը խոսել է 20 թվականի հունիսին, եթե չեմ սխալվում, բայց հաստատ պատերազմից առաջ էր, ամիսը կարող է սխալվեմ, բայց հաստատ 20 թվականի սեպտեմբերից առաջ էր եւ ասել է, որ մենք ունենք այսպես ժողովրդի կողմից համընդհանուր քվեով, առանց կասկածի դրական քվեով հաստատված սահմանադրության կարիք, որովհետև նախորդ երկու փոփոխությունները ունեցել էին խնդիրներ, գիտեք եւ այլ, այս հարցը եղել է մեր օրակարգում։ Հիմա եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, եթե իրենք այդ հարցը այդքան շատ բարձրացնում են, ես արդեն իմ մեջ կասկած կա, եթե ոչ վստահություն, որ իրենք հենց ցանկանում են խանգարել այդ գործընթացին։ Իմանալով թե ինչպիսին է լինելու այստեղ արձագանքը, իրենք ցանկանում են խանգարել այդ գործընթացին, ոչ թե ցանկանում են, որ իրենց ասածը լինի, այլ ցանկանում են, որ իրենց ասածը չլինի։ Ինչքան էլ դա կարող է հիմա շատերին տարօրինակ թվալ, բայց միշտ չի որ մարդը ասում է
նրա համար, որ իր ասածը լինի։ Հաճախ մարդը իմանալով դիմացինի ռեակցիան կարող է ասի բան, որ դա տեղի չունենա, եւ ինքը հիմք ունենա ասու դե տեղի չունեցավ։ Եթե իրան դա իսկապես պետք լիներ, ինքը լրիվ այլ ձև կվարվեր, ոչ թե այդպես կասեր, որ դուք էլ գայիք, հարցնեիք, ես էլ այստեղից պատասխանեի, եւ դա դառնար մեր մոտ քննարկման թեմա, թե ինչ է Ադրբեջանը։ Պարոն Եղան, Ադրբեջանը կոնկրետ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1